друзья, это Аврора, большой футбол. И не зря, конечно, вы сейчас слышите такое количество голосов совершенно разных. Между прочим, у нас гость, звездный гость, очередная такая новая рубрика в большом футболе. И, если честно, как только этот гость зашел в нашу прямоэфирную студию, то его тут же узнали люди, которые сейчас зашли к нам в гости на сайт radioavrora.am. Пишет Галоян Барев. Итак, друзья, представляю, добрый день. У нас в гостях Карен Гилоян. Здравствуйте. Но, конечно, ваш голос узнали все, потому что очень многие футбольные матчи, и особенно, конечно, те, за которыми мы следим на чемпионате, да, их комментирует именно этот человек. Можно я вам руку пожму, потому что я сейчас объясню, почему. Да, потому что сейчас так сложно комментировать, когда такие команды сражаются, Испания уходит, а вам все-таки приходится как-то это объяснять. Скажите, как удается? Գիտեք, այնքան մեկնաբանելը դժվար չէ, ինչքան երկրպագուների հետ հետո բացատրվելն է դժվար։ Вот. Ձեր վրա են թողում էլի այդ բացատրելը, հա։ Հատկապես հայ երկրպագուները բոլորը շատ լավ ֆուտբոլից հասկանում են, ամենավատը մենք ենք հասկանում։ Ահա։ Ստացվում է, որ հետո սխալ ենք մեկնաբանում։ Մեկը արագ է մեկնաբանում, ասում են շատ արագ է մեկնաբանում, չենք հասցնում։ Մյուսը դանդաղ է մեկնաբանում, SMS են ուղարկում, ասում են քնեցինք, մի քիչ բանանի արթնանանք։ Մի խոսքով, բայց փառք Աստծո, իսկապես մեր երկրպագուները շատ լավն են։ Մենք էլ առանձնապես խնդիր չունենք, բա ֆուտբոլը հետաքրքիր է նաև անակնկալներով, բա պիտի Իսպանիան թռնի, որ հետաքրքիր լինի, Անգլիան պիտի այսպիսի իրավիճակում հայտնվի, որ Անգլիայի երկրպագուները շատ վատ զգան, Կոստարիկան պիտի անակնկալ մատուցի, որ ասեն, այս ինչ հետաքրքիր է։ Իսկ ինչ ունեք Անգլիայի երկրպագուների դեմ։ Բացարձակ ոչինչ, ես շատ հարգում եմ Անգլիայի երկրպագուներին, դրանցից ամենամոլին, օրինակ Հարութ Սեմերջյանին, մեր օպերա ռեժիսորին, ես ինքս իհարկե Անգլիայի երկրպագու չեմ, բայց հարգում եմ անգլիական ֆուտբոլը ու ասեմ, որ շատ լավ տպավորություն թողեց, ափսոսում եմ, որ Անգլիան հեռանալու է, բայց նաև ուրախ եմ, որ այսպիսի նոր հավաքականներ են առաջ գալիս, ովքեր կարողանում են բոլոր կարծրատիպերը քանդել ու ասել, որ ֆուտբոլը զարգացող մարզաձև է եւ ամեն ինչ հնարավոր է այստեղ։ Мне кажется, вы так 90 минут можете без перерыва говорить, пока 90 минут не... Եղել է նաև 120 րոպե, հետո էլ հետխաղյա 11 метраносներ։ Вот, как раз вы не устаете, обычно как футболисты, да, устают после первых двух таймов, потом 15-15 дополнения, и в конце они уже никакие. А вам вот как? Դե չէ, մենք այդքան էներգիա չենք ծախսում, թեպետ ընկերներս, ընտանիքիս անդամները ռեպորտաժից հետո միշտ ասում են հոգնել ես, երևի, բայց ես զարմանում եմ այդ հարցի վրա, որովհետև ես չեմ հոգնում, ես իսկապես իմ աշխատանքը շատ սիրում եմ եւ դա ինձ համար հաճելի զբաղմունք է, այնպես որ ես իսկապես չեմ հոգնում։ Карен ջան, իսկ երբ որ ես ձեր հետ շփվում էինք ու հրավիրեցինք ձեզ Аврора, можно я на русском вопрос все-таки задам, да? Я у вас спросила, Карен, вы в городе, простите, я потому что была абсолютно уверена, что у вас роуминг, вы именно в стадионе в Бразилии. Как так получается, что вы по какому-то, вот по телевизору, по такому-то, как по какому и мы смотрите, или вот как вы? Իմիջայլոց հիմա ես մտածեցի, որ կարելի է այդ ռեպորտաժների ժամանակ էլ էս օնլայն տեսախցիկները դնել, թող մարդիկ տեսնեն, որ մենք որևէ առավելություն երկրպագուների նկատմամբ չունենք։ Գուցե եւ ավելի փոքր հեռուստացույց, քան մարդիկ տներում ունեն, ուղղակի մի համակարգիչ կողքից դրած ու այս նույն ձևի ականջակալներ ուղղակի այսպիսի խոսափողի փոխարեն с кохкиц хосапога, уриш ոչ մի տարբերություն. Как раз наши слушатели заметили, потому что пользователь сайта нашего Пайлак, он написал Гилоянин наушникները շատ հարազատ են. И дополнение чедуверчнес, это вам тоже относится. А вы вот начали говорить о том, что не болеете за английскую сборную. Скажите, сами за кого болеете на этом чемпионате? Ես անկեղծ ասած այս առաջնության սկզբից բոլորին հայտարարեցի, որ երկրպագելու եմ Իրանի հավաքականին։ Ու բացատրեցի ինչու։ Ну да, я уже բացատրեցի ինչու, որովհետև մեկ հայ ֆուտբոլիստ կա ամբողջ առաջնությունում, իհարկե Չաշված Դերմիյանին, որ հետո ենք հայտնաբերել, որ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը իսկապես հայկական արմատներ ունի, բայց խոսքս Անդրանիկ Թեյմուրյանի մասին է, ով հանդես է գալիս Իրանի հավաքականում ու շատ լավ է խաղում։ Հետո բացի դրանից, ի վերջո Իրանը մեր հարևան երկիրն է ու մենք լավ հարաբերություններ ունենք, ինչու՞ չերկրպագել։ Եվ անկեղծ ասած, ես առաջնության ժամանակ երկու հանդիպում մեկնաբանեցի Իրանի մասնակցությամբ, իմ նախաձեռնությամբ, եւ ես հասկացա, որ իսկապես շատ լավ հավաքական է, Արգենտինային էլ շատ լավ կռիվ տվեց ու ասեմ իմանաք, իմիջայլոց սա
պարսիկ ընկերներիս տված ինֆորմացիան է, այդ խաղի համար թեպետ պարտվեցին, բայց $10,000 պարգև են ստացել իրենց սպորտի նախարարից, այնպես որ իսկապես լավ խաղացին։ Իհարկե ես ամբողջ կյանքս լատինամերիկյան ֆուտբոլ եմ երկրպագել եւ հիմա որ լրացրել եմ զանազան աղյուսակներ, եզրափակիչ դուրս եմ բերել Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականներին։ Ага, вот и подошли к вопросу, да, финала. Ճիշտ է, ես շատ եմ ուզում որ Մեսսին դառնա աշխարհի չեմպիոն, որովհետեւ ինքը շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է, բոլոր տիտղոսներին հասել է ու Նեյմարը դեռ կհասցնի, նա երիտասարդ է, Մեսսին թող այս անգամ դառնա, Նեյմարն էլ հաջորդ անգամ։ Ну согласитесь, что в этот раз Месси не самую лучшую свою игру показывает. То есть уже сколько игр было. Համաձայն չեմ, որովհետև այստեղ մրցակիցներին պիտի հաշվի առնել։ Ի վերջո սա աշխարհի առաջնություն է, սա շատ լուրջ ամենօրյա մրցում չէ, ամենօրյա մրցաշար չէ, 4 տարի մեկ անգամ եւ բոլորի մոտ էլ պատասխանատվությունը շատ բարձր է։ Մի րոպե, բա Կլոզեն ինչի՞ չէր հուզվել մի րոպեով դուս եկավ ու գոլը խփեց 15-րդ։ Իսկ ինչու՞ չեք ասում, որ 94-րդ րոպեին խփեց հաճկա, բայց Կլոզեն 3 միավոր պարգև։ Կլոզեն պետք եղավ մի րոպե գոլ խփելու համար, Մեսին 91։ Но зато и тот спасли свои команды. Եկեք չհամեմատենք, էլի Կլոզեն ուր Մեսսին։ Համաձայնել եմ։ Դե չէ, բայց Կլոզեն լավ խաղացող է։ Карена, вот я слышала, что вы обещали еще до того, как вся эта история с чемпионатом началась, вы обещали побрить свою голову, если армяне пройдут в двадцатку. Нет, это было Или попадут в Олимпиада. двадцатку. Так, а ну-ка тогда поясните. Ես օլիմպիական խաղերի ժամանակ եմ դա հայտարարել, Պեկինից է սկսվել ամեն ինչ անկեղծ ասած, ես Պեկինում հույս ունեի, որ օլիմպիական չեմպիոն կունենանք, ու շատ էի ուզում չեմպիոն դառնալու պահին ի պատիվ այդ մարզիկի գլուխս սափրել, չստացվեց, բայց ես Давайте что-нибудь сейчас победим после этого чемпионата. Չէ, ես առաջցան այդ որևէ խնդիր չունեմ, խոստում չեմ տա, ինձ մի ստիպեք, մի սադրեք, խնդրում եմ։ Հետո ես Լոնդոնում նույն բանը հայտարարեցի, էլի չեղավ։ Հիմա վստահ եմ, որ այ Ռիո դե Ժանեյրոյում կլինի 2016-ին։ Դրա համար խոստում չեք տալիս։ Եթե օլիմպիական խաղերը այնտեղ լինեն։ Չէ, այնպայման ես ինչպես երթվել եմ, խոստացել եմ, ավելի ճիշտ երթվել եմ, որ այդպես է լինելու, ու արդեն գոնե 2 հոգի գիտեմ ում պատվին գլուխս կսապրեմ։ Այնպես որ В общем, это будет. անպայման ու գլխիս օլիմպիական օղակներն եմ նկարում։ Это ներկելու եք։ Հա, անպայման։ Будете первым комментатором армянским, который вот на такое пошел. Вообще в мире, наверное, первым комментатором. Кстати, да, а вас вот самих что-то вот как профессионала в этой сфере раздражает, когда вы смотрите матч, комментирующий другим человеком, да? Что вас раздражает других комментаторов? Մեկնաբանությունն էլ ճաշակի խնդիր է, ընդունել կամ չընդունելը։ Մեկը խորոված է սիրում, մեկն էլ, ասենք, Քյաբաբ։ Տենը։ չէ, ասենք ելակի մուրաբա։ Սրանք տարբեր բաներ են ու մեկին կարող է մի մեկնաբանությունը դուր գալ, մյուսին մյուս մեկնաբանությունը։ Փառք Աստծո, հիմա ընտրությունը շատ մեծ է, չեք ուզում հանրայինով նայել, փոխեք ալիք ուրիշ ալիքով նայեք, կամ անջատեք ձայնը, դուք ձեզ համար մեկնաբանեք, նայեք, իսեր ասում, մենք ձեզ չենք ցանկանում։ А скажите, пожалуйста, у вас какие-нибудь ляпы бывают и часто ли? Այդպիսի պայմաններում ինչպեսին որտեղ մենք աշխատում ենք չի կարող չլինել, որովհետև մենք տեսնում ենք, կրկնում եմ, այն ամեն ինչ դուք եք տեսնում, ոչ մի բան ավելին։ Ֆուտբոլիստներն էլ արտաքին տեսքով կարող են իրար նման լինել ու հայտնվել այն դիրքում, որտեղ ինքը չպիտի լինի։ Անունը տալիս ես, հետո փորձում ես 10 րոպե արդարանալ, թե ինչու կարծում էիր, որ նա է եւ Կորեայի հավաքականը ոնց կարելի է։ Նույնը Գանայի հավաքականը։ Ասենք ամբողջ խաղի ժամանակ դու պիտի գուշակես, թե հիմա ով է։ Որ ստադիոնում ես լինում, միանգամայն այլ խնդիր, այ այնտեղ չի կարելի սխալվել։ Այնտեղ դու իրավունք չունես, որովհետև դու ամեն ինչ ափիտ մեջ տեսնում ես։ Իսկ այստեղ դու ոչինչ չես տեսնում, քեզ ցույց են տալիս այս կադրը, բարի եղիր այդ կադրով խոսել։ Հիմա կներեք էլի, եթե որևէ բան։ Футболисты сами по себе бегают там, а ты попробуй все это прокомментируй. Адекватно причем. Это очень сложно сделать. Кстати, Карен, а вы вот женаты? Ой, արդեն 23 տարի։ А как же? Не, ну мне интересно просто вот... Անակնկալի եկան, կեղծ ասած։ Այս արդեն վաղուց չէին տվել։ Вот никогда не поздно начать еще раз. Я просто хочу узнать, вот вы все время в этом варитесь, да, все время футбол, футбол, футбол. Жене успеваете время уделять какое-то? Она не ревнует, она вместе с вами, потому что ходит на футболы. Շնորհակալ եմ, շատ սիրում եմ կնոջս ու շնորհակալ եմ, որ բացարձակ խանդոտ չէ եւ ֆուտբոլի հետ ինձ չի խանդում։ Редкость. Բացարձակ անտարբեր է ֆուտբոլի նկատմամբ։ Սպորտ սկսել է հասկանալ ու սիրել միայն նրա համար, որովհետև ես եմ ամուսինը։ Մի անգամ էլ աշխարհի առաջնություններ հետս եկել անցած տարի Բուդապեշտ
Սկզբից Դավիթը դարձավ աշխարհի չեմպիոն, ես երջանկությունից սկսեցի արտասվել։ Հետո Արթուրը Ալեքսանյան ջերմակարճը եզրափակիչում պարտվեց, ես հետո դրա համար տխրությունից արտասվեցի։ Կինս վերջում ասեց, չեմ ուզում երեխաներս որբ մեծանան, խնդրում եմ էլ դու մի Все, и на этом ваши разъезды закончились. Теперь вы едете просто в Египет, да, отдыхать. Չէ, ես շարունակելու եմ իրեն հետը ստանել, որովհետև ոդկը խերով է, գալիս է ու չեմպիոններ ենք ունենում։ Ах, вот как. А, кстати, может быть, вот как вы вообще смотрите на то, чтобы матчи футбольные комментировали женщины, а не мужчины? Вы бы сами посмотрели такой матч? Можно я отвечу? Совершенно плохо. Почему? Можно я отвечу на этот вопрос? Нет, такой симпатичный, что побежал вот налево, а он вот с правой стороны еще более симпатичный. Вот смотрите, с какой прической выходит игрок на поле. Այստեղ կսկսվի գլամուր, էլի։ Սպորտը ետին պլանկը մղվի։ Вы думаете? Ну, А нас уже похоронили. да, видите как. Нет, мне все-таки кажется, что можно попробовать. Вот вам бы было неинтереснее Այնքան женщины. սպորտաձև կա աշխարհում։ Բարի եղեք դրանք մեկնաբանել։ Օրինակ գեղարվեստական մարմնամարզություն, սինխրոն լող, լավ, այնքան գեղեցիկ, լավ, լողապնյա վոլեյբոլ, բայց ոչ ֆուտբոլ, А էլի։ женский футбол почему мужчины комментируют? Потому что больше разбирается в этом. Промолчал. Որովհետև միևնույն է, ֆուտբոլ է, կապ չունի ով է խաղում, տղամարդ թե կին։ Ну, не знаю, не знаю. Хорошо, но я, если честно, так и не дождалась от вас точного ответа. А прогнозы. Вообще большой футбол на Авроре из себя представляет массу прогнозов. К нам звонят слушатели, составляют свои прогнозы. Вот ваш личный персональный прогноз на этот чемпионат. Кто станет победителем? Ես ասացի եզրափակիչում խաղալու են Две команды, вы сказали. Բրազիլիայի եւ Но, Արգենտինայի հավաքականները։ так. Կհաղթի ուժեղը։ Ну, а кто по-вашему? Արգենտինա, որ Մեսին դառնա դառնա աշխարհի չեմպիոն։ Месси, то есть Аргентина. Այո։ Понятно. С этим мы разобрались, друзья. Осталось разобраться с LED-телевизором от компании Арай и гипермаркетом Технолайф, друзья. Ровно через 3,5 минуты мы опять вернемся с нашим гостем для того, чтобы сделать вам подарочек. Это большой футбол на радио Аврора, друзья. Еще раз здравствуйте. У нас в гостях комментатор общественного телеканала Карен Гилоян. Еще раз салют. Կրկին ողջույններս։ Ну что, попробуем вместе с вами принять звоночек 25 1007. Звоните, друзья. Прямо сейчас можете получить в подарок от магазина электротехники Арай и гипермаркета Технолайф LED-телевизор, если точно спрогнозируете счет. И я даже вам скажу, на какую игру. Италия-Уругвай. Вот, Карен, скажите, пока наши слушатели дозваниваются, да, пытаются это сделать сложно, они звонят, но мы с вами все-таки обсудим матч. Вот Гога еще с утра, он говорил, что итальянцы, конечно, это круто, сам, между прочим, болеет за Италию, но утверждает, что почему-то они сегодня проиграют. Вы с ним солидарны вообще? Как вы думаете? Проиграют? Неужели? Ես դժվարանում եմ ասել կպարտվի թե ոչ, բայց որ շատ բարդ խաղ կլինի Իտալիայի համար, դա փաստ է, որովհետև Ուրուգվայը հիմա շատ խանդավառ ֆուտբոլ է խաղում։ Լուիս Սուարեսը ֆանտաստիկ խաղով ուղակի Կավանի հետ միասին այս զույգը ջախջախեց անգլիական պաշտպանությունը ու հասավ հաղթանակի այդ վերելքը համ հոգեբանական վերելքում են, համ ի վերջո սա Հարավային Ամերիկա է, սա Եվրոպա չէ։ Իտալացիների համար շատ բարդ կլինի այդ պայմաններում դիմացկուն ֆուտբոլ խաղալ։ Տոտ, շոկ, ջրազրկում եւ այլն։ Այս ամենը հաշվի առնելով պիտի փորձենք գուշակել, որ այո, Իտալիայի հավաքականին դժվար կլինի։ Թեպետ ես այսօր երկար նայել եմ կազմը, կարծում եմ, որ Պրանդելին 3 կենտրոնական պաշտպանով ի վերջո կխաղա։ Так. Որովհետև այս դեպքում երկու պաշտպանը չեն կարողանա հաստատ դիմակայել Կավանի Սուարես Нужно побольше, конечно, да. 3 այնտեղ Բոնուչի Կելինի այսպես տարբերակներ կան մի խոսքով։ Իսկ թվում է պետքա դնել Բոնուչի, Կելինի, Բարձալի։ Բարձալի ամենախաղացած երեակը կենտրոնում 3 պաշտպան եւ այդ դեպքում բարդ կլինի այդ պաշտպանների նկատմամբ առավելություն ստանալ։ Բայց ֆուտբոլը ու եթե Կոստարիկան կարողացավ Իտալիային հաղթել, ուրեմն Уругвая կարող է։ Все может быть. Посмотрим, согласен ли с вами наш слушатель. Алло, здравствуйте. Алло, здравствуйте. Представьтесь, пожалуйста. Меня зовут Артур. Артур, ну что, знакомьтесь, Карен Гилоян, я думаю, вы этого человека знаете. Да, конечно, знаю. Кстати, Карен, вы сегодня будете комментировать эту игру? Ես այդ խաղը չեմ մեկնաբանում, ես Կոստարիկա Անգլիան եմ մեկնաբանում։ Понятно. Артур, оставьте ваш номер телефона. 055 055 55 55 36 36 38. 38. О том, какую игру мы сегодня обсуждаем вместе с вами, вы уже, наверное, в курсе, да?
Да, слушаю. Ну и за кого будете болеть? Наверное, за Уругвай. За Уругвай. Да. То есть вы считаете, что вот вы согласны с Кареном? Да, конечно. Кстати, есть вопросы какие-то к нашему гостю? Я думаю, что вот часто хочется спросить комментатора о чем-то или что-то сказать комментатору. У меня вот часто бывает. Кстати, мы сегодня еще обсуждали, знаете, Карен, вот иногда бывает тишина во время футбольного матча. Это что происходит у вас там в рубке? Что вы там делаете, когда тихо? Кому? Водичку пьет. Понятно. Артур, а вы вот никогда не задавались этим вопросом? Почему тишина? Почему? Где комментатор? Что он делает? Ну, я думаю, что-то смотрит, что-то думает. Интересный сериал. Хорошо. Գիտեք, ձեզ մոտ տպավորություն է, որ կարելի է առանց մտածելու 90 րոպե խոսել։ Կարելի է չէ մի 15 варкյան լռել, мտածել, նոր շարունակել։ Вот, это как раз очень полезно бывает. Правильно, Карен. Артур. Мне очень нравится, как ведет Карен матч. Շնորհակալ եմ, Արտուր ջան։ Артур, а если вы будете сегодня болеть за Уругвай, это значит, они сегодня выиграют? Конечно. Да, а какой счет? Вот вы просто сейчас имеете возможность выиграть LED-телевизор от Арай Технолайфа. Счет, хотите? 2-1. 2-1 в пользу Уругвая. Да. В пользу Уругвая. Ну, ладненько, записали. А если просто выиграю, это ящик пива, да? А нет, ящик пива, Котайк вы можете выиграть, выбрав любую совершенно игру. Можете выбрать понятно. То есть прогнозировав победу Уругвая. Просто. Понятно. Вам напомнить вообще о сегодняшних играх? Артур. Да. Могу напомнить. Сегодня, итак, в 8 вечера Италия-Уругвай, Коста-Рика-Англия, как раз будет наш гость комментировать, Карен Гюлен. Япония-Колумбия и Греция-Кот-д'Ивуар. Что вам интересно еще, помимо Уругвай-Италии? LED-телевизор. Нет, телевизор нам всем интересен, вы знаете, он всех так интересует. Кроме этого, Англия, наверное, тоже выиграет. Англия? Ага. Да. И еще Англия, соответственно, да? Это значит уже претензия на выигрыш ящика пива Котайк. Ну и, разумеется, никто не забывает покрышки Пирелли от Варан Групп. Их вы тоже, может быть, выиграете, если спрогнозируете вообще победителя. Победителя? Да. Вот они. Ну, Бразилия, наверное. Бразилия станет чемпионом? Как же все уверены. Я прям чувствую своим там спинным мозгом, что почему-то Бразилия не станет чемпионом. Он думает иначе. Думает, что Аргентина. У нас один спинной мозг с Кареном. Породнились сегодня. Что Бразилия выиграет. Бразильцы. Ну хорошо. Итак, ваш прогноз на матч Уругвай-Италия. Победа Уругвай со счетом 2-1. 2-1, да. На матч Коста-Рика-Англия. Победа англичан. В целом бразильцы окажутся круче всех в этом году. Да. Все верно? Верно. Артур, спасибо вам огромное. Спасибо за звоночек. Тоже. До свидания. Всего самого доброго. Вам тоже. Счастливо. Карен, скажите, пожалуйста, вы сказали, что вы сегодня прогнозируете Англию и Коста-Рику. Вот как получается, как вы выбираете, когда уже одновременно две игры? Да, вот. На букву К. В общем, комментировать. Как вы выбираете, каким образом попадается та или иная игра именно на вашу долю? 4-ով ենք մեկնաբանում այս առաջնությունը եւ այնպես ենք անում, որ հավասարապես բոլորը եւ լավ եւ մի քիչ թույլ հավաքականների խաղեր մեկնաբանեն, հատկապես հիմա գիտեք, որ երկուական խաղ զուգահեռ ռաբաշ գնում են եւ մենք մեկն ենք ցույց տալիս, մյուսը հետո տեսագրությամբ ենք ցույց տալիս, այնպես ենք անում, որ ամեն մեկն էլ համ ուղիղ եթերում հերարձակի մեկնաբանի, համ այն խաղը մեկնաբանի, որ հետո պիտի տեսագրությամբ ցուցադրվի։ Այսինքն հավասարության սկզբունքով։ Իսկ ո՞նց եք վերաբերվում, որ օրինակ ռուսական հերոստալիկներից մեկով Պարատ կոմենտատորը տենց բան կա, որ նույն խաղը բոլոր կոմենտատորները մեկնաբանում են ու տարբեր ալիքներով ցույց են տալի։ Ու մարդը կարող է ընտրի, որ շատ լավ են վերաբերվում ու դա շատ լավ միջոց է ընտրության։ Վստահ եմ, որ մի օր մեզ մոտ էլ այդպես կլինի, բայց որովհետև մենք այդքան շատ ֆուտբոլի մեկնաբաններ չունենք, առաջին ալիքը ունի ընդամենը 4 մեկնաբան, դրա համար դժվար է, չէ՞, ամեն օր ամեն մեկը 4 խաղ մեկնաբանել ու հետո կենթանի մնար շարունակեր քայլել դրա համար որպեսզի մի քիչ Հավատացեք մենք շատ լավ ենք ձեզ հասկանում, որովհետև մենք հասկանում ենք, որ խոսալը ավելի դժվար է, քան մեկ ֆիզիկական նույնիսկ ուժ գործադրել ինչ որ աշխատանքի մեջ։ Նամանավանդ քո համար Մարիանա ջան։
Ну, а я хочу от всей Авроры, дорогой Карен, вас поблагодарить за то, что вы пришли. Вообще, очень-очень вы веселый человек. Я изучила вашу страницу, кстати, в Фейсбуке еще до эфира. Вы почему-то очень мало общаетесь с телезрителями, они вам пишут, все время спрашивают. Времени нет, да, наверное? То есть вот Инстаграм, селфи вы не делаете постоянно? Я вот поел вот это. Չէ, ես այդպիսի բաներ չեմ սիրում։ Ես ուրախանում եմ, երբ որ մտնում եմ շենք, որտեղ այսքան գեղեցիկ աղջիկներ կան, ու այսքան սիրում են կյանքը, այսքան ժպտադեմ են, բայց դրանից հետո էլ ես ոնց կարող եմ չժպտալ ու չուրախանալ։ Այնպես որ սա ուրիշ է, բնական տակ շփումը ուրիշ է։ Ես սոցկայքեր չեմ սիրում, դրա համար թող բոլորը ինձ ներեն, եթե ես пассив եմ այդ կայքերում։ Помимо футбола вообще, вы чем еще занимаетесь? Интересно узнать. Я все вот, люди вас ассоциируют Люсь, смотри, перед этим хочу задать вопрос. Вы вообще по профессии, естественно, не футбольный комментатор, в смысле, не учились на него, потому что у нас на чате написали Гилоян Джанзенет Вонсоч, что там было во время, դասախոսությունների ձայնից շիփով։ Ես առաջին մասնագիտությամբ տնտեսագետ, ճարտարագետ եմ, ինժեներ տնտեսագետ, երկրորդ մասնագիտությամբ միջազգային լրագրող, այնպես որ ես մասնագիտորեն այո լրագրող եմ, եւ հիմա դասավանդում եմ սպորտային ժուրնալիստիկա, պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետում, այնպես որ ես պրոֆեսիոնալ մեկնաբան եմ եւ մասնագիտորեն էլ լրագրող եմ էլ, այնպես չի որ։ Մի հատ էլ հարց տամ էլի կարելի է։ Զուտ մասնագիտական հարց եմ տալի։ Իսկ ես որ ուզենամ դառնամ կոմենտատոր։ Առաջինը երևի պետք է սովորեմ, որ հայերեն մեկնաբան է, երևի չէ։ Առաջին հայերենին պիտի լրիվ տիրապետել։ Հետո նոր մարզաձև ընտրել։ Չէ, ֆուտբոլի, իսկ հետո ինչա պետք է անեն որ ժուրնալիստիկայի ֆակուլտետ երևի։ Դե հիմա քո տարիքը չի այլևս։ Ուշ, ես արդեն շո։ Համալսարանում, բայց ցանկության դեպքում շատ մարդիկ կան, ովքեր մասնագիտությամբ լրագրող չեն, բայց մեկնաբանում են, որովհետև լեզվին են տիրապետում, խաղը գիտեն եւ այլն։ Այնպես որ ցանկությունն է ամենակարևորը, երբեք ոչինչի համար ուշ չէ, եթե ցանկություն ունես, կարող ես եւ դառնալ։ Խաղը իմանալը կարևոր է ուզում եմ։ Անպայման, իհարկե։ А я еще хотела спросить про наш армянский футбол. Я понимаю, что для вас эта тема очень сложная. И каждый раз, когда играет... Чем занимаетесь еще, да? Ես ասեմ, որ ֆուտբոլը իմ կյանքի ամենակարևոր բանը չէ։ Ես շատ ավելի լավ հաճելի զբաղմունքներ ունեմ ու Կարեն Էմիջալյանը շատ համեղ ձեռք ունի, ինքը արտակարգ խոհարար է։ Ваше коронное блюдо какое? Ճագարը ախալքալակի ձևով։ Это кролик. Кролик. Кролик, да. Это им по-ախալքալակցկի։ Բայց ախալքալակ անունը ճիշտ արտադրական. Давайте лучше это дело оставим комментаторам. Ну, в общем, вы вкусно готовите, да? Հավանաբար ով ճաշակել է իրեն հարցրեք։ Ես հիմա իհարկե կասեմ այո, բայց ով ճաշակել է թող ինքը ասի, որ արդար լինի, էլի ազնիվ պատասխան լինի, թե չէ իմը կողմնակալ կլինի։ Я заметила, что вы очень так тактично ушли от темы, которую я затронула пару минут назад, и тем не менее я к ней вернусь. Вернемся к нашим, как говорится, футболистам. Да, именно к футболистам. Ես աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե մի օր Հայաստանի ազգային հավաքականը մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչների։ Вы представляете, сколько людей вот разделяют сейчас с вами это? В этот день даже я побреюсь на лысо. Вообще все запомнили. Все запомнили, если мы будем участвовать. Ну, кстати, вот как вы думаете, в ближайшее время будет? Вот դա շատ իրական է, որովհետև մենք այսօր շատ զորեղ լավ թիմ ունենք, այսօր լավ կատարողներ ունենք, լավ ցանկություն ունեցող տղաներ կան դաշտում, ովքեր ուզում են հաղթել։ Իսկ դա անչափ կարևոր է։ Խանդավառ ֆուտբոլ խաղալն է կարևոր։ Մենակ բարձր կարգով հաղթանակ չես տանի։ Պիտի ուզես հաղթել, որ հաղթես։ Ու այսօր մեր հավաքականը այդպիսին է։ Դա աստված, որ Եվրո 2016-ի ընտրական փուլը թեպետ շատ բարդ խումբ ենք ընկել, բայց անցնենք տղամարդավարի ու հայտնվենք այն 24 հավաքականների շարքում, ովքեր գիտեք, որ այս անգամ 24 հավաքական է մասնակցելու, 16-ի փոխարեն, այնպես որ հնարավորություններ կան, դա աստված, որ մենք լինենք հենց այդ 24-ից մեկը։ Ой, дай бог, да. А вообще, вот как вы думаете, какие проблемы нам, нашим футболистам, нужно решить для того, чтобы все-таки повысить уровень футбола?
Давайте вот напрямую. Марианна хочет спросить. Ответ, я знаю ответ. Командная игра, естественно. Это первое, что вообще в армянах не хватает. Мы очень часто об этом говорим, да? Ведь Рузик стоит так, как будто она не согласна. Լավ, եկեք թողնենք այդ հարցերը Շալանդին, թող ինքը որոշի, մարդու գործը ձեռից մի վերցրեք, թող բանի այն ինչի համար աշխատավարձ է ստանում եւ ինչի համար եկել է Հայաստան, մենք էլ կողքից նայենք, ինչով կարող ենք օգնենք, ինչով չենք կարող չխանգարենք։ Ինչով ենք օգնելու, скажите, чем помочь нашим футболистам, чтобы они выиграли? Ասեմ, մեր երկրպագությամբ, մեր աղոթքներով, մեր ցանկություններով, դրանք չէ որ նյութականանալու հատկություն ունեն։ Տիեզերքում գնում հետո հետ են գալիս, դառնում են նյութականանում են, էլի, որ շատ ցանկանանք, մեր հավաքականը կհաղթի մի օր։ Импульсы нужно отправлять в космос. Правильные импульсы. Будем отправлять. Хацпанырь в Дортмунд. Не только в Дортмунд. Ну, Генрих, конечно, это наша гордость, и не только. Я просто вот, вы, наверное, тоже со мной согласитесь, да? Есть какие-то еще футболисты из нашей сборной, которые вы считаете, вот их, допустим, недооценили? У нас всегда выделяется как бы тройка, известная всем тройка, да? Махитарян, Юра Мовсисян, но сбились. Помимо этих футболистов, да, кто, у кого есть будущее? իսկապես առանձնանում են մյուսներից, բայց մյուսներին էլ լավ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր գուցե չեն կարողացել բացվել, գուցե դեռ կհասցնեն իրենց խաղը ցույց տալ։ Եկեք հավատանք ու այսքանով ավարտենք այս թեման։ Да, не, я просто, пожалуйста, хочу задать очень сложный вопрос. Ну, опять надеюсь, что вы на него ответите. Вот вы думаете, нам не пора уже немножечко с вратарем подумать? Может быть, попробовать других вратарей? Может быть, хотя бы для начала просто попробовать? Я нашего вратаря очень люблю. Очень-очень хороший, но и тем не менее есть такой, ну там, вы знаете, все футболисты рано или поздно, они все-таки прощаются с футболом, как правило, очень многие именно на пике своей карьеры это делают. Нет, не пора, да, пока? Չէ, համաձայն չեմ, որ շատերը իրենց լավագույն մարզավիճակում եղած ժամանակ են հեռանում սպորտից։ Вот как раз когда они так делают. Այդպես չի լինում, ու դուք երևի պրոֆեսիոնալ մարզիկ չեք։ Естественно, не профессионал, абсолютно հաղթանակի բերկրանք չեք ճաշակել, դրա համար էսպես եք ասում։ Գիտեք, մեծ հաղթանակները թմրադեղի պես բան են։ 1-2 անգամ ճաշակում ես, տանում ես այդ հաղթանակները, անընդհատ ուզում ես նորը տանել։ Ու գալիս է մի պահ, որ դու չես այլևս հասկանում, որ կանգնելու ժամանակն է, արդեն մեծացել ես, արդեն պարտվում ես, էլ պետք չէ դուրս գալ։ Շարունակում ես ու հետո լավ չի լինում։ Դրա համար մի կողմից այո, ճիշտը ժամանակին հեռանալն է, մյուս կողմից էլ եկեք չմեղադրենք նրանց, ովքեր ապրել են այդ մեծ հաղթանակը, իրենք ուզում են норից ճաշակել, շատ բարդ բան է, շատ դժվար է։ Մի դատեք, որ չդատվեք իրենց։ Абсолютно нет, ну что вы, я никого не осуждаю, просто хотела с вами ваше мнение узнать. Ну, давайте тогда ժամանակին հեռանանք, раз уж на то пошло. Օլիմպիական երրակի չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 9-ակի չեմպիոն Բուվայս Այսայթիևը, Ազատ Ոչիմբիշ, երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո նորից ուզում էր շարունակել 4-րդ անգամ, բայց արդեն հետո Ռուսաստանի առաջնությունում սկսնակ ըմբիշի պարտվեց ու հասկացավ, որ ամոթ է արդեն իրեն չի կարելի այսպես պարտվել ու թողեց հեռացավ։ Да, тема сложная. Я вас хочу поблагодарить, дорогой Карен. Итак, друзья, дорогие слушатели Авроры, у нас в гостях в большом футболе на Авроре был известный всем комментатор Карен Гилоян. Спасибо огромное за интересную беседу, за ваши прогнозы. Тоже посмотрим, оправдаются или нет. Мы уже узнали о ваших предпочтениях. Вы болеете, получается, за Аргентину. Друзья, знаете все. Ну, а мы с вами обязательно встретимся, возможно, уже в следующем часу. Карен, если есть что сказать нашим слушателям, может что-то пожелать, да. Նախ շնորհակալ եմ այս գեղեցիկ օրը ինձ ապարգևելու համար, այսքան գեղեցկուիների ժպիտը տեսնել արդեն էներգիա է տալիս շատ ու ես այսօր ավելի խանդավառ կվարեմ այն հանդիպումը, որ պիտի վարեմ։ Мы обязательно посмотрим. Կոստա Ռիկա Անգլիան, այո։ Շնորհակալ եմ այս դրական էներգիայի համար։ Շատ լավ տպավորություն ստացա, շատ լավ կահավորված ռադիո կայան ունեք։ Տեխնիկապես հագեցած եւ ես ուղղակի հաճելիորեն զարմացած եմ եւ ջերմ հարգանքներ սուսերս բոլոր ռադիոլսողներին, բոլոր ֆուտբոլասերներին, բոլոր մարզասերներին, բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ու հայկական սպորտի երկրպագու են։ Մենք պիտի նախ եւ առաջ մեր սպորտը երկրպագենք, կուրկ դարձնենք մեր մարզիկներին ու ապրենք մեր հաղթանակներով ու մեր հաղթանակի բերկրանք վայելելով։ Այլընտրանք չունենք։ Ոչինչ, որ հիմա Հայաստանի հավաքականը Բրազիլիայում չէ, կլինի
չկասկածեք, մի օր լինելու է, մի օր մենք էլ ենք ուժեղների մեջ լինելու նաև ֆուտբոլում։ Բոլորից սեր եմ ցանկանում, սիրեք ու ապրեք սիրելով։ Спасибо еще раз, друзья. До встречи на 100.7 FM и на радиоаврора.am. Большой футбол продолжается. Бразилия 2014. Событие номер 1 в мире.